Նա ընդամենը դեկորի մի մաս էր, անտեսանելի միջանցքների ու շտապող հայացքների մեջ։ Բայց բավական էր խիզախության միայն մեկ դրսևորում, որպեսզի աշխարհը սկսեր նրան նկատել։ Այն պահին, երբ նա որոշեց ի հայտ գալ, մեկը, ով երբեք նրան չէր տեսել, վերջապես նկատեց։ Եվ հիմա, երկու հայացքների մեջ, նա պետք է ընտրի, թե ով իրեն իսկապես առաջինը տեսավ։ Եթե սիրում եք այսպիսի հուզառատ սիրային պատմություններ, ապա բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե որտեղից եք մեզ դիտում։ Ես շատ եմ ուզում իմանալ։ Երանը երբեք չի քնում։ Քաղաքը բաբախում է օր ու գիշեր, իր հետ տանելով միլիոնավոր պատմություններ, որոնք խաչվում, կորչում ու գտնվում են գործարար շենքերի ապակե միջանցքներում։ Այդ պատմությունների մեջ կար մեկը, որը ոչ ոք չէր տեսնում։ Կամ ավելի ճիշտ, ոչ ոք չէր ուզում տեսնել։ Դա Անահիտ Սարգսյանի պատմությունն էր, 32 տարեկան, գործադիր օգնական Դավթյան ռազմավարական խորհրդատվություն ընկերությունում, որը հայաստանյան ֆինանսական շուկայի ամենահարգված ընկերություններից մեկն էր։ Անահիտն ամեն օր արթնանում էր առավոտյան 5:40-ին։ Զարթուցիչը զնգում էր այն սուր ձայնով, որը նա երբեք չփոխեց, որովհետև արդյունավետ էր։ Արդյունավետությունը մի բառ էր, որը լավ էր բնորոշում նրան։ Նա 15 րոպեում լոգանք էր ընդունում, հագնվում, մյուս 10 րոպեում միշտ ընտրելով զուսպ ու աննկատ հագուստ։ Կոճակներով վերնաշապիկներ, չեզոք գույների դասական տաբատներ, ցածր ու հարմարավետ կոշիկներ։ Ոչինչ, որ ուշադրություն գրավեր։ Ոչինչ, որ նրան գոյություն տար անհրաժեշտից ավելի։ Մետրոյով մինչ հյուսիսային պողոտա ուղղությունը տում էր 40 րոպե։ Անահիտն այդ ժամանակն օգտագործում էր մտովի ընկերության գլխավոր տնօրեն Արման Դավթյանի օրակարգը վերանայելու համար։ Հանդիպումներ, տեսազանգեր, գործնական ճաշեր։ Նա գիտեր նրա առօրյայի յուրաքանչյուր մանրուք, գիտեր, թե ինչպես է սիրում սուրճը ու առանց շաքարի, գիտեր, որ նա խնդրում է շնորհանդեսները լանդշաֆտային ձաչափով ատում է, երբ ինչ-որ մեկն ուշանում է։ Ամեն ինչ գիտեր նրա մասին, բացի նրանից, ինչն իսկապես կարևոր էր։ Չգիտեր, օրինակ, թե արդյոք նա վախենում է ինչ-որ բանից։ Չգիտեր, թե արդյոք նա երազում է արթուն ժամանակ։ Չգիտեր, թե արդյոք մի օր նա կնայի իրեն ու իսկապես կտեսնի։ 2 տարի։ 730 օր աշխատում էր նրանից մի քանի մետր հեռավորության վրա, կազմակերպելով նրա կյանքը, կանխատեսելով նրա կարիքները, լինելով անտեսանելի։ Անահիտը գիտեր, որ անտեսանելի է։ Դա միամտություն կամ ժխտում չէր։ Դա ցավոտ համոզմունք էր, որը նա կրում էր այնպես, ինչպես գրպանում քար են կրում։ Ծանր, բայց հարազատ։ Արման Դավթյանն այն ամենն էր, ինչ Անահիտը չէր։ Բարձրահասակ, ինքնավստահ, մի ժպիտի տեր, որը դռներ էր բացում ու գործարքներ կնքում։ 38 տարեկանում նա հոր ընկերությունը վերածել էր կայսրության։ Նրա ներկայությունը լցնում էր տարածքը։ Երբ նա մտնում էր սենյակ, մարդիկ ուղղվում էին, շտկում մազերը, ավելի շատ ժպտում։ Անահիտը նույնպես ժպտում էր, բայց ոչ ոք չէր տեսնում։ Նա միշտ այնտեղ էր, իր պլանշետով, իր նոթատետրով, իր լուռ արդյունավետությամբ։ Այն, ինչ ոչ ոք չգիտեր, այն էր, որ Անահիտը սիրահարվել էր նրան։ Դա հանկարծակի չէր եղել, ոչ էլ դրամատիկ։ Դա աստիճանական էր, ինչպես երբ ընտելանում ես ֆոնին հնչող երաժշտությանը։ Դա մանրուքների մեջ էր։ Այն ձի, թե ինչպես էր նա շնորհակալություն հայտնում, երբ Անահիտը մի խնդիր էր լուծում։ Այն ձի, թե ինչպես էր կնճռոտում ճակատը, երբ կենտրոնացած էր։ Այն հազվադեպ, բայց անկեղծ ծիծաղի, որը պոկվում էր շուրթերից, երբ ինչ-որ բան զարմացնում էր նրան։ Անահիտն այդ պահերը հավաքում էր, ինչպես թիթեռներ ապակե տարայի մեջ։ Գեղեցիկ, բայց բանտարկված։ Առանց իրական կյանքի։ Նա երբեք ոչինչ չէր ասել։ Ինչպես կարող էր։ Արմանը հանդիպում էր շլացուցիչ կանանց հետ։ Մոդելներ, գործարար կանայք, իրավաբաններ, բարձրակրունկներով ու ինքնավստահ ժպիտներով։ Կանայք, որոնք գիտեին ինչպես տարածք զբաղեցնել, որոնք բարձր էին խոսում, որոնք ազատ էին ծիծաղում։ Անահիտը տեսնում էր նրանց ընկերության ապակե միջանցքներով անցնելիս, միշտ նրա ձեռքը բռնած, միշտ փայլուն։ Եվ նա ձացնում էր, թե չի ցավում։ Ձացնում էր, թե դա ընդամենս մեկ հանդիպում է նրա օրակարգում։ Ռոմանտիկ ընթրիք ժամը 8-ին։ Սեղան 2-ի համար։ Անահիտի մենությունը միայն ֆիզիկական չէր։ Այն էքզիստենցիալ էր։ Նա մենակ էր ապրում Արաբկիրի մի փոքրիկ բնակարանում, որը կահավորված էր գործնական կահույքով ու քիչ զարդարանքներով։
Հանգստյան օրերին մաքրում էր տունը, գնում շուկա, հեռուստացույցով սերիալներ դիտում։ Երբեմն զանգում էր մորը, որն ապրում էր Լոռու մարզում, ծացնում, թե ամեն ինչ լավ է, որ երանը հիանալի է, որ աշխատանքը գոհացուցիչ է, որ ինքը երջանիկ է։ Բայց կար Լիլիթը։ Լիլիթ Մանուկյանը, գործընկերուհին Անահիտի միակ իսկական ընկերուհին։ Լիլիթն այն ամենն էր, ինչ Անահիտը չէր։ Շատախոս, շփվող, մի ծիծաղի տեր, որն արձագանքում էր միջանցքներում։ Լիլիթն աշխատում էր մարքեթինգի բաժնում, ցանկացած վայրում ընկերներ ձեռք բերելու շնորհք ուներ։ Նա նկատել էր Անահիտին ընկերությունում նրա առաջին իսկ օրը։ Նկատել էր, որովհետև բոլորն անտեսում էին ամաչկոտ, ամուր հավաքած մազերով ու ակնոցով աղջկան։ Եվ Լիլիթը, լինելով Լիլիթ, որոշել էր, որ դա անընդունելի է։ Նրանք ամեն հինգշաբթի միասին էին ճաշում։ Դա ծես էր։ Լիլիթն անդադար խոսում էր իր սիրային արկածների, իր օգտագործած ծանոթությունների հավելվածների, անհաջող հանդիպումների ու գրեթե սիրավեպերի մասին։ Անահիտը լսում էր, ժպտում, քիչ մեկնաբանում։ Մինչ որ մի օր Լիլիթը կանգ առավ մի տղայի մասին պատմության կեսին, ով հանդիպմանը եկել էր սուպերհերոսի հագուստով, ուշադիր նայեց ընկերուհուն։ Դու պետք է ապրես, Անահիտ։ Լիլիթն այնքան համոզված ասաց, որ Անահիտի սիրտը սեղմվեց։ Ապրել չի նշանակում աշխարհին նայել գրասենյակի պատուհանից։ Ապրել չի նշանակում հառաչել մի տղամարդու համար, ով անգամ չգիտի, որ դու գոյություն ունես։ Անահիտը փորձեց վիճել։ Փորձեց ասել, որ իրեն այդպես լավ է։ Բայց Լիլիթը չընդունեց։ Նա վերցրեց Անահիտի հեռախոսը, բացեց այն, գաղտնաբառն ակնհայտ էր, սկսեց ծանոթությունների հավելված ներբեռնել։ Անահիտը բողոքեց, բայց Լիլիթն անդրդվելի էր։ Արի մի էջ ստեղծենք։ Արի քեզ գոյություն տանք։ Որովհետև դու գոյություն ունես, Անահիտ։ Եվ արժանի ես, որ քեզ տեսնեն։ Էջ ստեղծելն անհարմար էր։ Անահիտը չգիտեր, ինչ գրել իր մասին։ Լիլիթը թելադրեց։ 32 տարեկան, սիրահարված գրքերին լուր սրճարաններին։ Փնտրում եմ մեկին, ով կտեսնի արտաքինից այն կողմ։ Լուսանկարներն ավելի մեծ մարտահրավեր էին։ Անահիտը նոր լուսանկարներ չուներ։ Լիլիթն իմպրովիզ արեց, մի քանիսն այնտեղ, ընկերության ճաշարանում, պատուհաններից ներս ընկնող բնական լույսի տակ նկարեց։ Անահիտը զարմացավ արդյունքից։ Նա գրեթե գեղեցիկ էր թվում։ Առաջին օրերը տարօրինակ էին։ Անահիտն անընդհատ ծանուցումներ էր ստանում։ Տղամարդիկ հավանում էին նրա էջը, նամակներ ուղարկում։ Մեծ մասը մակերեսային էր։ Բար, սիրունիկ։ Ոնց ես։ Ուզում ես հանդիպենք։ Անահիտը քաղաքավարությունից ելնելով պատասխանում էր, բայց ոչինչ նրան չէր հուզում։ Մինչ որ մի անձրոտ երեքշաբթի նա մի այլ նամակ ստացավ։ Բար, Անահիտ։ Ես Դավիթն եմ։ Կարդացի քո էջը, ինձ հետաքրքրեց գրքերի հանդեպ քո սերը։ Ո՞րն է եղել վերջին գիրքը, որը տպավորել է քեզ։ Անահիտը մի քանի րոպե նայում էր նամակին։ Դա սիրախախ չէր։ Դա անկեղծ հարց էր։ Նա պատասխանեց. Հրանտ Մաթոսյանի «Աշնան» աշնան եմ կարդում։ Շատ ուժեղ գործ է։ Դավթի պատասխանն արագ եկավ։ Կարդացել եմ։ Իսկապես տպավորիչ է։ Սիրում եմ գրքեր, որոնք ցույց են տալիս մեր քաղաքային պղպջակից հեռու իրականություններ։ Ես բժիշկ եմ, աշխատում եմ մի ՀԿ-ում, որն օգնություն է տրամադրում անապահով համայնքներին։ Իսկ դու ինչով ես զբաղվում։ Եվ այսպես սկսվեց։ Նամակներ, որոնք գալիս ու գնում էին։ Զրույցներ, որոնք խորանում էին։ Դավիթն այլ էր։ Նա իսկական հարցեր էր տալիս, ուզում էր իմանալ նրա երազանքների, նրան երջանկացնող բաների մասին։ Անահիտը նկատեց, որ սպասում են նրա նամակներին։ Արթնանում էր, առաջին բանը, որ անում էր, հեռախոսը ստուգելն էր։ Երբեմն նա բարի լույս էր մաղթում, ուղարկելով լուսանկար այն վայրից, որտեղ գտնվում էր։ Մի անգամ դա արածակի լուսանկար էր Սյունիքի մարզից, որտեղ նա գործուղման մեջ էր։ Անահիտը տարօրինակ բան զգաց։ Մի բան, որ վաղուց չէր զգացել։ Հույս։ Լիլիթը հիացմունքի մեջ էր, երբ Անահիտը պատմեց. Ես գիտեի։ Ես գիտեի, որ քեզ ընդամենը մի փոքր խթան էր պետք։ Հիմա պետք է քեզնով զբաղվես, աղջիկ։
Եկ մատնահարդարում անենք, այս մազերին մի բան անենք, այս ակնոցները փոխենք կոնտակտային ոսպնյակներով։ Անահիտը սկզբում դիմադրեց, բայց Լիլիթը համոզիչ էր։ Նրանք մի ամբողջ շաբաթ օր հատկացրին կերպարանափոխությանը։ Սկսեցին գեղեցկության սրահից։ Անահիտը, որ միշտ մազերն ամուր հավաքում էր, համաձայնեց մի քանի սանտիմետր կտրել նուրբ շողեր անել։ Արդյունքը զարմացրեց նրան։ Նրա շագանակագույն մազերը կյանք, շարժում ստացան։ Հետո գնացին ակնոցների սրահ։ Անահիտը դեռահասությունից ի վեր ակնոց էր կրում։ Կոնտակտային ոսպնյակներ կրելը արմատական փոփոխություն էր թվում։ Բայց երբ նա հայելու մեջ նայեց իրեն, առանց դեմքը թաքցնող շրջանակների, տեսավ մի բան, որ տարիներով չէր տեսել։ Տեսավ ինքն իրեն։ Փոփոխությունը միայն արտաքին չէր։ Անահիտը սկսեց իրեն այլ կերպ զգալ։ Ավելի թեթ։ Ավելի խիզախ։ Նա Դավիթը տեսազանգ նշանակեցին։ Անահիտը նյարդայնանում էր, բայց երբ առաջին անգամ տեսավ նրա դեմքը, ժպտաց։ Դավիթն ուներ բարի աչքեր, մի փոքր խառնված մուգ մազեր, մի ժպիտ, որն անկեղծ էր թվում։ Նրանք 2 ժամ խոսեցին։ Ամեն ինչի ոչնչի մասին։ Դավիթը պատմեց իր ընտանիքի, այն մասին, թե ինչպես որոշեց բժիշկ դառնալ, այն վայրերի մասին, որոնք տեսել էր։ Անահիտը խոսեց Լոռիում անցկացրած իր մանկության, մոր կարոտի, այն մասին, թե որքան միայնակ կարող է լինել երանը։ Դավիթն էր, որ առաջարկեց իրական հանդիպում։ Անահիտ, դու ինձ երջանկացնում ես նույնիսկ առանց մոտ լինելու։ Պատկերացնում ես, ինչպես կլինի, եթե իրար իսկապես տեսնենք։ Ինչ կասես մի ընթրիքի մասին։ Ընտրիր վայրը, ես կգամ քեզ մոտ։ Անահիտը համաձայնեց։ Նշանակեցին հաջորդ ուրբաթ օրը։ Նա հազիվ էր կարողանում քնել հանդիպմանը նախորդող օրերին։ Ընտրեց կենտրոնում գտնվող մի իտալական ռեստորան, մի հարմարավետ վայր, որը Լիլիթն էր խորհուրդ տվել։ Գնեց նոր զգեստ, մուգ կապույտ, պարզ, բայց էլեգանտ։ Տարիների մեջ առաջին անգամ Անահիտը հուզված էր մի բանով, որը ոչ մի կապ չուներ Արմանի հետ։ Եվ հենց այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Հինգշաբթի օրը, հանդիպման նախօրեին, Անահիտը գրասենյակում փաստաթղթեր էր դասավորում մի կարևոր հանդիպման համար։ Արմանն իր սենյակում էր, հեռախոսով ինչ-որ մեկի հետ թվեր էր քննարկում։ Անահիտը մտավ նրա սեղանին մի քանի հաշվետվություն թողնելու։ Նա միշտ այդպես էր անում։ Մտնում էր, թողնում փաստաթղթերը, դուրս գալիս։ Անտեսանելի։ Բայց այս անգամ այլ էր։ Արմանն անջատեց հեռախոսը, նայեց նրան։ Իսկապես նայեց։ Անահիտ, դուք փոխվել եք։ Ինչն է փոխվել։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ 2 տարվա մեջ առաջին անգամ էր, որ նա անձնական հարց էր տալիս։ Մազերս եմ կտրել։ Եվ կոնտակտային ոսպնյակներ եմ կրում։ Արմանը գլխով արեց, բայց շարունակեց նայել։ Գեղեցիկ է։ Դուք գեղեցիկ եք։ Անահիտը չիմացավ ինչ ասել։ Մի շնորհակալություն, մրմնջաց դողացող ոտքերով դուրս եկավ սենյակից։ Լիլիթը, որ սպասում էր միջանցքում, բռնեց նրա թից։ Ես ամեն ինչ տեսա ապակու միջով։ Նա քեզ նայեց, Անահիտ։ Առաջին անգամ նա քեզ տեսավ։ Բայց արդեն շատ ուշ էր։ Կամ գուցե շատ վաղ։ Անահիտը հանդիպում ուներ Դավթի հետ։ Մի տղամարդու, ով նրան տեսել էր, մինչ նրա կերպարանափոխվելը։ Մի տղամարդու, ով ցանկացել էր ճանաչել նրան, երբ նա դեռ անտեսանելի էր բոլորի համար։ Եվ հիմա Արմանը, այն տղամարդը, ում համար նա 2 տարի հառաչել էր, վերջապես նկատում էր նրան։ Տիեզերքը դաժան հումորի զգացում ուներ։ Այդ գիշեր Անահիտը պառկեց անկողնում, նայում էր առաստաղին։ Հեռախոսը թրթռաց։ Դավթից նամակ էր։ Անհամբեր սպասում եմ վաղվան։ Համոզված եմ, որ առանձնահատուկ է լինելու։ Անահիտը ժպտաց, բայց սիրտը սեղմվեց։ Պատասխանեց. Ես նույնպես անհամբեր եմ։ Մինչ վաղը։ Հետո նայեց Դավթի պրոֆիլի նկարին։ Լավ մարդ։ Մի մարդ, որն իրեն տեսնում էր։ Բայց սիրտը դեռ ավելի արագ էր բաբախում, երբ մտածում էր Արմանի մասին։ Եվ դա նրան վախեցնում էր։ Որովհետև առաջին անգամ նա հնարավորություն ուներ երջանիկ լինելու մեկի հետ, ով իսկապես հոգ էր տանում։
Բայց ինչպես ազատվել մի սիրուց, որն այդքան երկար կրել ես։ Ինչպես անտեսել նրա հայացքը, ում միշտ ցանկացել ես, որ քեզ տեսնի։ Անահիտը փակեց աչքերը, փորձեց քնել։ Վաղը կարևոր օր էր լինելու։ Գուցե ինչ-որ նոր բանի սկիզբ։ Կամ գուցե մի խառնաշփոթի սկիզբ, որին նա պատրաստ չէր դիմակայելու։ Բայց մի բան նա գիտեր. նա այլս անտեսանելի չէր։ Եվ հիմա պետք է որոշեր, թե ինչ անել իր այս նոր տարբերակի հետ։ Մի տարբերակի, որը վերջապես գոյություն ուներ։ Մի տարբերակի, որն արժանի էր սիրվելու։ Բայց ո՞ն կողմից։ Սա այն հարցն էր, որը նրան արթուն պահեց մինչ ուշ գիշեր, լսելով պատուհանին թակող անձրի ձայնը դրսում երանի անդադար աղմուկը։ Ասեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում այն կավարտվի։ Ուրբաթ առավոտը բացվեց երանի վրա կախված մոխրագույն երկնքով, կարծես քաղաքն արտացոլում էր Անահիտին պատած խառնաշփոթը։ Նա սովորականից շուտ արթնացավ, ստամոքսը սեղմված նյարդայնությունից։ Այսօր Դավթի հետ հանդիպման օրն էր։ Պետք է միայն անհանգիստ ու երջանիկ լիներ, բայց կար ավելին։ Մի անհանգստություն, որը չէր կարողանում անվանել։ Գրասենյակում Անահիտը փորձեց պահպանել առօրյան։ Պատասխանեց նամակներին, դասավորեց փաստաթղթերը, հաստատեց հանդիպումները։ Բայց միտքն այլ տեղ էր։ Առավոտյան 10-ին Արմանը կանչեց նրան իր սենյակ։ Անահիտ, կարող եք մի պահ մոտենալ։ Նա մտավ, ինչպես միշտ պլանշետը ձեռքին պահած, մի ծանոթ վահան։ Արմանը կանգնած էր պատուհանի մոտ, ձեռքերը գրպաններում։ Նա շրջվեց, նայեց նրան այնպես, որ Անահիտը չճանաչեց։ Նրա աչքերում ինչ-որ տարբեր բան կար։ Ինչ-որ բան, որը խառնաշփոթի էր նման։ Պետք է, որ դասավորեք եռամսյակի հաշվետվությունները։ Ներդրողների հետ հանդիպումը հաջորդ շաբաթ է։ Անահիտը գլխով արեց։ Իհարկե, պարոն Դավթյան։ Արդեն զբաղվում եմ։ Արմանը դադար տվեց։ Կարող եք ինձ Արման ասել։ Կարծում եմ, 2 տարի միասին աշխատելուց հետո կարող ենք պաշտոնականությունը մի կողմ դնել։ Անահիտը զգաց, թե ինչպես դեմքը տաքացավ։ Լավ, Արման։ Նա ժպտաց, բայց տարօրինակ ժպիտ էր։ Գրեթե ամաչկոտ։ Այսօր երեկոյան զբաղված եք։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Այո, զբաղված եմ։ Ընթրիք ունեմ։ Արմանը գլխով արեց, հայացքը փախցրեց։ Հասկանալի է։ Դե, այսքանն էր։ Կարող եք վերադառնալ աշխատանքի։ Անահիտը սենյակից դուրս եկավ արագ բաբախող սրտով։ Լիլիթը նրան կանգնեցրեց միջանցքում, լայն բացված աչքերով։ Նա հարցրեց, զբաղված ես։ Անահիտ, սա նորմալ չէ։ Նա երբեք անձնական ոչինչ չի հարցնում։ Անահիտը փորձեց նվազեցնել նշանակությունը։ Ուղղակի հետաքրքրասիրություն էր։ Ոչինչ չի նշանակում։ Բայց նշանակում էր։ Եվ նա դա գիտեր։ Արման Դավթյանը, այն մարդը, ով 2 տարի անտեսել էր իրեն, հանկարծ հետաքրքրվում էր իր անձնական կյանքով։ Եվ դա տեղի էր ունենում հենց մեկ այլ տղամարդու հետ իր հանդիպման օրը։ Ժամանակը չէր կարող ավելի վատը լինել։ Կամ ավելի լավը։ Կախված տեսանկյունից։ Օրը ձգձգվեց։ Անահիտը 10 րոպեն մեկ նայում էր ժամացույցին։ Ժամը 5-ին նա գնաց լոգասենյակ, հագուստը փոխելու։ Լիլիթն ուղեկցում էր նրան, տանելով մուգ կապույտ զգեստով պայուսակը։ Դու հիասքանչ ես։ Դավիթը խոսքեր չի գտնի։ Լիլիթը շտկեց նրա մազերը, ուղղեց վզնոցը։ Բայց հետո լրջացավ։ Անահիտ, անկեղծ եղիր ինձ հետ։ Ինչ ես զգում։ Անահիտը նայեց սեփական արտացոլանքին հայելու մեջ։ Չգիտեմ, Լիլիթ։ Խառնված եմ։ Դավիթը կատարյալ է։ Նա ինձ հետ լավ է վարվում, ծիծաղեցնում է, ստիպում է ինձ յուրահատուկ զգալ։ Բայց Արմանը։ Լիլիթն ընդհատեց նրան։ Արմանը 2 տարի ուներ քեզ տեսնելու համար։ 2 տարի, Անահիտ։ Եվ միայն հիմա, երբ դու վերջապես առաջ ես շարժվում, նա որոշում է հայտնվել։ Դա սեր չէ։ Դա վիրավորված էգո է։ Անահիտը գիտեր, որ Լիլիթն իրավացի է։ Բայց սիրտը տրամաբանությանը չի ենթարկվում։ Ես պարզապես պետք է գնամ այս ընթրիքին։
Պետք է Դավթին մի շանս տամ։ Նա արժանի է։ Լիլիթը գրկեց նրան։ Ուրեմն գնա։ Եվ լավ ժամանակ անցկացրու։ Մի քանի ժամով մոռացիր Արմանին։ Ապրիր ներկայով։ Անահիտը գրասենյակից դուրս եկավ 6:30-ին։ Ռեստորանը տաքսիով 20 րոպեի ճանապարհ էր։ Նա 10 րոպե շուտ հասավ սպասեց մուտքի մոտ։ Նյարդայնանում էր, խաղում պայուսակի հետ, շտկում մազերը։ Եվ հետո տեսավ Դավթին, որը մոտենում էր։ Նա անձամբ ավելի գեղեցիկ էր։ Հագել էր սպիտակ վերնաշապիկ, թքերը ծալած ջինսետաբատ մի ժպիտ, որը լուսավորեց նրա դեմքը, երբ տեսավ իրեն։ Անահիտ, դու ավելի գեղեցիկ ես, քան պատկերացնում էի։ Նրանք գրկախառնվեցին, Անահիտը զգաց նրա օծանելիքի բույրը, փայտային ու հաճելի։ Մտան ռեստորան, նրանց ուղեկցեցին դեպի խորքում գտնվող մի սեղան, պատուհանի մոտ, որը նայում էր փողոցին։ Դավիթը նրա համար աթոռը քաշեց, մի ասպետական ժեստ, որը ստիպեց նրան ժպտալ։ Զրույցը բնական հոսեց։ Դավիթը պատմություններ պատմեց իր աշխատանքի, այցելած համայնքների, ճանաչած մարդկանց մասին։ Անահիտը խոսեց իր սիրելի գրքերի, լոռու կարոտի, երանում ապրելու փոքրիկ հաճույքների մասին։ Նրանք ծիծաղեցին, գինով կենացներ ասացին, մի քանի պահով Անահիտը մոռացավ ամեն ինչ։ Մոռացավ Արմանին, խառնաշփոթը, վախը։ Բայց ճակատագիրն իր սեփական ծրագրերն ունի։ Անահիտն իր մոր մասին մի պատմության կեսին էր, երբ տեսավ, թե ինչպես ինչ-որ մեկը մտավ ռեստորան։ Սիրտը կանգ առավ։ Արմանն էր։ Նա մենակ էր, կանգնած մուտքի մոտ, շուրջը նայում էր, կարծես մեկին էր փնտրում։ Եվ հետո նրա աչքերը հանդիպեցին իրենց։ Աշխարհը կարծես դանդաղեց։ Արմանը նայեց նրան մի քանի վայրկյան, որոնք հավերժություն թվացին։ Անահիտը տեսավ զարմանք, խառնաշփոթ էլի ինչ-որ բան։ Ինչ-որ բան, որը ցավի էր նման։ Դավիթը, նկատելով նրա արտահայտության փոփոխությունը, շրջվեց նայելու։ Ամեն ինչ լավ է։ Անահիտը ստիպված ժպտաց։ Այո, ամեն ինչ։ Կներես, կարծեցի, ծանոթ մեկին տեսա։ Արմանին ուղեկցեցին դահլիճի մյուս կողմում գտնվող սեղանի մոտ, բայց Անահիտը զգում էր նրա հայացքի ծանրությունը։ Այլս չէր կարողանում կենտրոնանալ։ Դավիթը շարունակում էր խոսել, բայց նրա խոսքերը հեռու էին թվում։ Նա ճիշտ պահերին ժպտում էր, գլխով անում, բայց միտքը բաժանված էր։ Ինչու էր նա այստեղ։ Պատահականություն էր։ Թե հետել էր իրեն։ Միտքն անհեթեթ էր թվում, բայց միևնույն ժամանակ Արմանը երբեք այս թաղամաս չէր գալիս։ Երբեք մենակ չէր ընթրում։ Միշտ զբաղված էր, միշտ կարևոր մարդկանցով շրջապատված։ Դավիթը դիպավ նրա ձեռքին սեղանի վրա։ Անահիտ, դու հեռու ես։ Ինչ-որ բան է պատահել։ Նա նայեց նրան։ Այդ լավ բարի մարդուն, որն իրեն վերաբերվում էր այնպես, կարծես ինքն աշխարհի ամենակարևոր մարդն է։ Եվ մեղքի զգացումի ալիք զգաց։ Կներես, Դավիթ։ Ուղղակի մի քիչ նյարդայնանում եմ։ Վաղուց է, այսպես դուրս չեմ եկել։ Նա հասկացողությամբ ժպտաց։ Հասկանում եմ։ Ես էլ եմ նյարդայնանում։ Բայց ուրախ եմ, որ այստեղ եմ քեզ հետ։ Անահիտը սեղմեց նրա ձեռքը։ Ես էլ։ Բայց դա սուտ էր։ Այդ պահին նա չէր կարողանում երջանիկ լինել։ Որովհետև դահլիճի մյուս կողմում Արման Դավթյանը դիտում էր իրեն, նրա յուրաքանչյուր հայացքը նետի պես խոցում էր սիրտը։ Ընթրիքն ավարտվեց։ Դավիթը հաշիվը խնդրեց, պնդեց, որ ինքը վճարի։ Նրանք դուրս եկան ռեստորանից, նա առաջարկեց իրեն տուն հասցնել։ Կարող եմ քեզ տուն ուղեկցել։ Անահիտը պատրաստվում էր համաձայնել, երբ իր հետում մի ներկայություն զգաց։ Շրջվեց, հանդիպեց Արմանին։ Նա մի քանի քայլ հեռավորության վրա էր, ձեռքերը գրպաններում, մի արտահայտությամբ, որը նա երբեք չէր տեսել։ Խոցելիություն։ Անահիտ, ասաց Արմանը ցածր ձայնով։ Կարող եմ խոսել քեզ հետ։ Միայն մի րոպե։ Դավիթը նայեց Անահիտից Արմանին, փորձելով հասկանալ։ Անահիտը շրջվեց դեպի նա։ Ինձ մի պահ կտաս։ Հիմա կվերադառնամ։ Դավիթը տատանվեց, բայց գլխով արեց։ Իհարկե։ Ես այնտեղ կլինեմ։ Մատնացույց արեց մոտակա նստարանը։
Անահիտը մի քանի քայլ արեց Արմանի հետ, բավականաչափ հեռանալով, որպեսզի առանձին լինեն։ Ինչ ես անում այստեղ, հարցրեց նա, ձայնն ավելի ամուր, քան սպասում էր։ Արմանը ձեռքը տարավ մազերի միջով, նյարդայնության մի ժեստ, որը նա լավ գիտեր։ Չգիտեմ։ Ես ուղղակի պետք է քեզ տեսնեի։ Անահիտը խաչեց ձեռքերը։ Ինչո՞վ։ Ինչո՞ւ հիմա, Արման։ 2 տարի հետո, ինչո՞ւ հիմա։ Նա նայեց նրան, Անահիտը նրա աչքերում մի բան տեսավ, որ երբեք չէր պատկերացնի տեսնել։ Հուսահատություն։ Որովհետև ես հիմար էի։ Որովհետև դու ամբողջ ընթացքում այնտեղ էիր, ես չտեսա։ Եվ հիմա, երբ տեսնում եմ, հիմա, երբ իսկապես տեսնում եմ քեզ, Անահիտ, չեմ կարողանում դադարել մտածել քո մասին։ Նրա խոսքերն այն էին, ինչ նա միշտ ուզել էր լսել։ Բայց դրանք ուշացած էին։ Թե… Ոչ։ Անահիտը զգաց, թե ինչպես արցունքները այրեցին աչքերը։ Դու չես կարող այդպես վարվել։ Չես կարող այսպես հայտնվել ոչ մի տեղից այս բաներն ասել։ Դա արդար չէ։ Արմանը մի քայլ արեց դեպի նա։ Գիտեմ։ Գիտեմ, որ արդար չէ։ Բայց պետք է, որ դու իմանաս։ Պետք է, որ հասկանաս, որ այն, ինչ զգում եմ, իրական է։ Դա քմահաճույք չէ։ Էքո չէ։ Դու ես, Անահիտ։ Միշտ դու ես եղել, ես ուղղակի չեմ իմացել, ինչպես տեսնել։ Անահիտը հետ նայեց դեպի այնտեղ, որտեղ Դավիթը համբերատար սպասում էր։ Հետո նորից նայեց Արմանին։ Եվ հիմա, ինչ անեմ։ Կարծում ես, կարող եմ ուղղակի անտեսել 2 տարվա անտեսանելիությունը, միայն որովհետև դու որոշեցիր, որ հիմա ինձ տեսնում ես։ Ես 2 տարի քեզ լուրջ սիրել եմ, Արման։ 2 տարի ինձ աննշան եմ զգացել, մտածելով, թե ինչն է ինձ հետ այն չէ։ Եվ երբ վերջապես գտնում եմ մեկին, ով ինձ կարող է զգալ տալիս, դու հայտնվում ես։ Արցունքները հոսեցին նրա դեմքով, Արմանը ձեռքը մեկնեց, բայց կես ճանապարհին կանգ առավ, չհամարձակվելով դիպչել նրան։ Կներես։ Շատ եմ ցավում։ Ես չգիտեի, որ դու չգիտեիր, որովհետև երբեք չես նայել, ընդհատեց Անահիտը դողացող ձայնով։ Բայց հիմա ես պետք է գնամ։ Պետք է անեմ այն, ինչ ճիշտ է։ Նա շրջվեց քայլեց դեպի Դավիթը, որը ոտքի կանգնեց, նրան տեսնելով։ Ամեն ինչ լավ է։ Անահիտն արագ սրբեց արցունքները։ Այո։ Գնացինք։ Մեքենայում Դավիթը մի քանի րոպե լուռ վարեց։ Հետո խոսեց բարի ձայնով։ Նա քո տնօրենն էր, այնպես չէ։ Անահիտը գլխով արեց։ Այո։ Եվ դու սիրում ես նրան։ Դա հարց չէր։ Պնդում էր։ Անահիտը չպատասխանեց, լռությունը բավարար պատասխան էր։ Դավիթը հառաչեց։ Անահիտ, նայիր ինձ։ Նա նայեց նրան, նրա աչքերում միայն հասկացողություն տեսավ։ Առանց զայրույթի, առանց դատապարտման։ Ես քեզ շատ եմ հավանում։ Հավանում եմ այն մարդուն, որը դու ես, այն ձը, որով դու աշխարհն ես տեսնում։ Բայց ես ուրվականների հետ չեմ մրցելու։ Եթե սիրտդ այլ տեղ է, խնդիր չկա։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Անահիտն ավելի շատ արցունքներ զգաց։ Դու հիանալի ես, Դավիթ։ Եվ ես իսկապես քեզ հավանում եմ։ Բայց դա բավարար չէ, ավարտեց նա։ Եվ դա նորմալ է։ Երբեմն կյանքն այդպիսին է։ Մենք ճիշտ մարդուն հանդիպում ենք սխալ պահին։ Նա մեքենան կանգնեցրեց նրա շենքի դիմաց։ Նրանք հրաժեշտ տվեցին երկար գրկախառնությամբ այտին համբույրով։ Երջանիկ եղիր, Անահիտ։ Դու արժանի ես։ Եվ երբ պատրաստ լինես, եթե մի օր լինես, ես կուզենայի քո ընկերը լինել։ Անահիտը դուրս եկավ մեքենայից, տեսավ, թե ինչպես նա հեռացավ։ Բարձրացավ բնակարան, պայուսակը նետեց բազմոցին, ընկավ անկողնուն, դեռ զգեստով։ Հեռախոսը թրթռաց։ Արմանից նամակ էր։ Կներես այսօրվա համար։ Չէի ուզում երեկոտ փչացնել։ Ուղղակի ուզում էի, որ ճշմարտությունն իմանայիր։ Բարի գիշեր։ Անահիտը երկար նայեց նամակին։ Հետո գրեց. Պետք է խոսենք։ Երկուշաբթի, գրասենյակում։ Պատասխանն արագ եկավ։ Երկուշաբթի։
Նա անջատեց հեռախոսը, փակեց աչքերը։ Միտքը հույզերի հորցանուտ էր։ Զայրույթ, խառնաշփոթ, հույս, վախ։ Արմանն իրեն հիմա տեսնում էր։ Բայց արդյոք դա բավարար կլիներ։ Արդյոք դա իրական էր։ Թե դա ընդամենը այն բանը ունենալու ցանկությունն էր, որը վերջապես անհասանելի էր թվում։ Անահիտը պատասխաններ չուներ։ Միայն հարցեր ուներ։ Եվ մի սարսափելի համոզմունք. իր կյանքն այլս երբեք նույնը չի լինի։ Անտեսանելիությունն ավարտվել էր։ Եվ հիմա նա պետք է որոշեր, թե ինչ անել այս նոր տեսանելիության հետ։ Ընդունել նրա ուշացած սերը, ում միշտ ցանկացել է։ Թե պաշտպանել սիրտս մեկ հնարավոր հիասթափությունից։ Առջում սպասվող հանգստյան օրերը երկար էին լինելու։ Շատ երկար։ Որովհետև 2 տարվա մեջ առաջին անգամ Անահիտ Սարգսյանն ուներ իշխանություն։ Ընտրելու իշխանություն։ Եվ դա նույնքան ազատագրող էր, որքան սարսափեցնող։ Հանգստյան օրերը հավերժություն թվացին։ Անահիտն ամբողջ շաբաթ օրն անցկացրեց բնակարանում, փող առ փող վերընթերցելով Դավթի հին նամակները, նայելով Արմանի նորերին։ Լիլիթը 3 անգամ զանգեց, բայց նա չպատասխանեց։ Լռության կարիք ուներ, մտքերը կարգի բերելու համար։ Կիրակին ավելի վատն էր։ Վաղ արթնացավ, որոշեց զբոսնել քաղաքում։ Գնաց մինչ Կասկադ, նստեց լճակի մոտ, դիտում էր ընտանիքներին, զույգերին, վազվզող երեխաներին։ Բոլորը կարծես հստակ գիտեին, թե որտեղ են, ուր են գնում։ Իսկ ինքը, ընդհակառակը, մոլորված էր։ Երբ երկուշաբթին եկավ, Անահիտն արթնացավ ստամոքսի սեղմումով։ Զգուշությամբ հագնվեց, ընտրելով ջրականաչ վերնաշապիկ ստաբատ։ Արձակեց մազերը, որոնք այժմ փափուկ ալիքներով ընկնում էին ուսերին։ Նայեց հայելու մեջ, տեսավ մի այլ կնոջ։ Մի կնոջ, որը վերջապես գոյություն ուներ։ Գրասենյակ հասավ ուղիղ 8-ին։ Արմանը 15 րոպե ուշացումով եկավ։ Նա զգաց, երբ նա մտավ, առանց նայելու անհրաժեշտության։ Կարծես օդը փոխվեց։ Արմանը կանգնեց նրա սեղանի կողքին։ Բարի լույս։ Անահիտը բարձրացրեց աչքերը։ Բարի լույս։ Կարող ենք հիմա խոսել, հարցրեց նա ցածր ձայնով։ Նա գլխով արեց։ Ձեր սենյակում։ Նրանք մտան, Արմանը փակեց դուռը։ Կանգնած մնացին դեմ դիմաց, սեղանը նրանց միջ որպես ֆիզիկական պատնեշ տարածությունը լցնող հուզական լարվածության համար։ Արմանն էր, որ խախտեց լռությունը։ Ես փորձել եմ, թե ինչ պետք է ասեմ։ Ամբողջ հանգստյան օրերին մտածել եմ ճիշտ բառերի մասին։ Բայց հիմա, երբ դու այստեղ ես, ամեն ինչ անբավարար է թվում։ Անահիտը խաչեց ձեռքերը, պաշտպանական դիրքով։ Ուրեմն ուղղակի անկեղծ եղիր։ Ինձ միայն դա է պետք։ Արմանը հառաչեց։ Ես չգիտեմ, թե երբ է սկսվել։ Գուցե միշտ էլ եղել է, ես անտեսել եմ։ Գուցե վերջերս է։ Բայց երբ քեզ այլ կերպ տեսա, երբ հասկացա, որ դու երջանիկ ես մեկ այլ տղամարդու պատճառով, կարծես ինչ-որ մեկը լույս վառեց մութ սենյակում։ Եվ հանկարծ ես տեսա այն ամենը, ինչ միշտ անտեսել էի։ Քո խելքը, քո բարությունը, այն ձև, որով դու ինձ ավելի լավ ես ճանաչում, քան ես ինքս։ Անահիտ, դու 2 տարի հոգ ես տարել իմ մասին։ Եվ ես այնքան կույր էի, այնքան կենտրոնացած դատարկ բաների վրա, որ չնկատեցի, որ այն մարդը, ում փնտրում էի, իմ կողքին էր ամբողջ ընթացքում։ Նրա խոսքերը գեղեցիկ էին։ Բայց Անահիտին ավելին էր պետք։ Իսկ Դավիթը… Դու հայտնվեցիր ռեստորանում։ Ինչպես գիտեիր, որ ես այնտեղ եմ լինելու։ Արմանը իջեցրեց աչքերը, ամաչելով։ Լսեցի, թե ինչպես էիր ընկերուհուդ հետ խոսում հեռախոսով։ Ռեստորանի մասին։ Գիտեմ, որ սխալ էր։ Գիտեմ, որ ներխուժում էր։ Բայց չկարողացա ինձ զսպել։ Այն միտքը, որ դու մեկ այլ տղամարդու հետ ես, ինձ խելագարեցրեց։ Անահիտը զայրույթ զգաց, տարօրինակ կերպով, բավարարվածության մի խայթոց։ Դու խանդեցիր։ Խանդեցի, խոստովանեց Արմանը։ Խանդ, վախ, հուսահատություն։ Ամեն ինչ միասին։ Եվ գիտեմ, որ իրավունք չունեմ։ Գիտեմ, որ քեզ վիրավորել եմ, չնկատելով, անտեսել եմ քեզ, երբ պետք է տեսնեի։ Բայց ես հիմա այստեղ եմ, Անահիտ։ Ես քեզանից մի շանս եմ խնդրում։
Մի շանս, ամեն ինչ ճիշտ անելու համար։ Անահիտը մի քանի քայլ արեց սենյակում, մտածելով. Ինչու պետք է հավատամ քեզ։ Ինչու պետք է ռիսկի ենթարկեմ սիրտս մեկի հետ, ով ինձ այդքան երկար անտեսել է։ Որովհետև ես փոխվել եմ, ասաց Արմանը, նրա ձայնում մի համոզմունք կար, որը նա երբեք չէր լսել։ Որովհետև ես վերջապես հասկացա, թե ինչն է կարևոր։ Ոչ թե գործարքները, ոչ թե դատարկ ընթրիքները։ Դու ես, Անահիտ։ Մեկի հետ լինելն է, ով իսկապես քեզ ճանաչում է, ով իսկապես հոգ է տանում։ Գիտեմ, որ պետք է ապացուցեմ։ Գիտեմ, որ ժամանակ կպահանջվի։ Բայց ես պատրաստ եմ։ Ես ամեն ինչի պատրաստ եմ։ Անահիտը երկար նայեց նրան։ Իսկ եթե ասեմ, որ ինձ ժամանակ է։ Պետք։ Որ չեմ կարող ուղղակի մոռանալ 2 տարին 0-ից սկսել։ Արմանը գլխով արեց։ Ուրեմն ես կսպասեմ։ Որքան ժամանակ որ քեզ պետք լինի։ Նրա պատասխանը զարմացրեց նրան։ Նա սպասում էր փաստարկների, ճնշման։ Բայց նա ընդամենը համբերություն առաջարկեց։ Եվ գուցե հենց դա էր, որ նա պետք է լսեր։ Լավ։ Եկ դանդաղ շարժվենք։ Առանց խոստումների, առանց սպասումների։ Եկ իրար իսկապես ճանաչենք։ Եվ կտեսնենք, թե ինչ կլինի։ Արմանի դեմքը լուսավորվեց անկեղծ ժպիտով։ Շնորհակալ եմ։ Դու չես փոշմանի։ Մի տուր խոստումներ, որոնք չես կարող կատարել, ասաց Անահիտը, բայց նրա շուրթերին թեթ ժպիտ կար։ Եվ այսպես սկսվեց։ Մի նոր փուլ, տարօրինակ հուզիչ։ Արմանը սկսեց այլ կերպ վարվել։ Փոքրիկ ժեստեր, որոնք ոչ ոք չէր նկատում, բայց որոնք Անահիտը տեսնում էր։ Առավոտյան նրա սեղանին թողնված սուրճ, հենց այնպես, ինչպես նա էր սիրում։ Հաշվետվությունների մեջ թաքցրած գրություն, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Միասին ճաշելու հրավերներ, ոչ թե գրասենյակում, այլ մոտակա սրճարաններում, որտեղ կարող էին խոսել առանց ընդհատումների։ Լիլիթը հիացմունքի մեջ էր։ Բայց նա անհանգիստ։ Ուղղակի մի մոռացիր, որ դու արժանի ես առաջնահերթություն լինելու, ոչ թե պահեստային տարբերակ, նա միշտ կրկնում էր։ Անահիտը դա գիտեր։ Եվ պահանջում էր Արմանից։ Երբ նա չեղարկում էր ճաշը հանդիպման պատճառով, նա հստակ ասում էր, որ չի ընդունում աշխատանքից պակաս կարոր լինելը։ Ի զարմանս իրեն, նա սկսեց վերադասավորել օրակարգը։ Սկսեց լիազորություններ տալ, վստահել այլ մարդկանց։ Առաջին անգամ աշխատանքն ամեն ինչ չէր։ Նրանք իրենց առաջին իսկական վեճն ունեցան 3 շաբաթ անց։ Արմանը պետք է գործուղման մեկներ մարզերից մեկը, կարոր հաճախորդի հետ հանդիպման։ Նա խնդրեց, որ Անահիտն իրեն ուղեկցի, բայց որպես օգնական, ոչ թե որպես այն կին, ում հետ հարաբերությունների մեջ էր։ Անահիտը վիրավորվեց։ Եթե ես այնտեղ եմ լինելու, ուզում եմ լինել որպես քո ուղեկից։ Ոչ թե որպես քո աշխատակից։ Արմանը փորձեց փաստարկներ բերել մասնագիտական իմիջի, այն մասին, թե ինչ կմտածեն հաճախորդները։ Բայց Անահիտը չզիջեց։ Ուրեմն ես չեմ գա։ Դու պետք է ընտրես, Արման։ Կամ ես իսկապես կարող եմ, կամ այս ամենը չի ստացվի։ Դա առաջին անգամն էր, որ նա նրան իսկապես վախեցած տեսավ։ Վախեցած նրան կորցնելուց։ Նա չեղարկեց ուղղորությունը, վերանշանակեց տեսազանգի։ Եվ այդ գիշեր նրանք գնացին ընթրիքի։ Իսկական ընթրիքի, ինչպես զույգ։ Արմանը պատմեց իր մանկության մասին։ Հուզականորեն բացակահոր մասին, որը միշտ կենտրոնացած էր աշխատանքի, հաջողության, արտաքինի վրա։ Այն մասին, թե ինչպես է նա մեծացել, հավատալով, որ զգացմունքներ ցույց տալը թուլություն է։ Այն մասին, թե ինչպես դա նրան վերածեց հեռու մարդու։ Անահիտը լսեց, առաջին անգամ հասկացավ։ Արմանը միայն սառը հաշվենկատ գործադիր տնօրենը չէր։ Նա վերքերով, վախերով մարդ էր։ Ես չեմ ուզում հորս նման լինել, խոստովանեց նա խեղդված ձայնով։ Չեմ ուզում ամբողջ կյանքս դատարկ բաների հետից ընկնել, կորցնել այն, ինչն իսկապես կարևոր է։ Դու ինձ ստիպում ես ուզենալ այլ լինել, Անահիտ։ Եվ այդ պահին Անահիտը հասկացավ։ Հասկացավ, որ նորից է սիրահարվում։ Բայց այս անգամ այլ էր։ Դա նախկին լուռ ու ցավոտ սերը չէր։ Դա ավելի խորը, ավելի իրական բան էր։ Դա ճշմարտության, կիսված խոցելիության վրա կառուցված սեր էր։
1 ամիս անց Սոնան մտավ նրանց կյանք։ Անահիտը գրասենյակում էր, երբ տեսավ, թե ինչպես մի կին վստահ քայլերով մտավ ընդունարան։ Նա բարձրահասակ էր, շիկահեր մազերը հավաքված պոչիկով, լայն ժպիտով։ Անցավ ընդունարանի աշխատակցուհու կողքով ուղիղ գնաց Արմանի սենյակ։ Անահիտը սրտի սեղմում զգաց։ Ո՞վ էր այդ կինը։ Նախկին ընկերուհին։ Երկրպագով հի։ Լիլիթը հայտնվեց նրա կողքին։ Տեսա՞ր։ Ո՞վ է նա։ Մինչ Անահիտը կկարողանար պատասխանել, Արմանի սենյակի դուռը բացվեց։ Նա դուրս եկավ կնոջ հետ, երկուսն էլ ծիծաղում էին։ Անահիտը խանդ զգաց։ Մի այրող խանդ, որը չէր սպասում զգալ։ Արմանը տեսավ նրան քայլեց դեպի նա, կնոջը հետը բերելով։ Անահիտ, ուզում եմ քեզ մի շատ կարևոր մարդու հետ ծանոթացնել։ Սա Սոնան է, քույրս։ Անահիտն այնպիսի թեթացում զգաց, որ քիչ մնաց ծիծաղեր։ Քո իրը։ Սոնան ձեռքը մեկնեց, ժպտալով։ Վերջապես։ Արմանը չի դադարում քո մասին խոսել։ Արդեն խանդում էի մի կնոջ, ում անգամ չէի ճանաչում։ Անահիտը սեղմեց նրա ձեռքը, դեռ մտածելով։ Ես չգիտեի, որ նա քույր ունի։ Սոնան բարձր ծիծաղեց։ Իրեն բնորոշ է։ Ամեն ինչ իր մեջ է պահում։ Բայց հիմա, երբ գիտեմ, որ դու գոյություն ունես, շատ ենք հանդիպելու։ Պետք է ճանաչեմ այն կնոջը, ով կարողացել է հալեցնել եղբորս սառցե սիրտը։ Եվ դա սեր էր առաջին հայացքից։ Ոչ թե ռոմանտիկ, այլ ակնթարթային ընկերություն։ Սոնան զվարճալի էր, շփվող, անկեղծ։ Նա անհարմար պատմություններ էր պատմում Արմանի մանկությունից, ծիծաղեցնում Անահիտին եղբորը վերաբերվում էր ջերմության կատակի խառնուրդով, որը Անահիտին հմայիչ թվաց։ Սոնայի ներկայությամբ Արմանի ընտանիքը սկսեց իմաստ ստանալ։ Նա Անահիտին տարավ մոր տիկին Անուշի հետ ծանոթանալու մի էլեգանտ բարի կնոջ, որն ապրում էր կենտրոնի ընդարձակ բնակարաններից մեկում։ Նա ջերմորեն գրկեց Անահիտին։ Արմանն ինձ շատ է պատմել քո մասին։ Ուրախ եմ, որ նա վերջապես գտել է մեկին, ով իրեն իսկապես ժպտալ է տալիս։ Հաջորդ շաբաթները հույզերի հորցանուտ էին։ Անահիտն ու Արմանը մարտահրավերների հանդիպեցին։ Գրասենյակը սկսեց բամբասել նրանց հարաբերությունների մասին։ Որոշ գործընկերներ նրան այլ կերպ էին վերաբերվում, կարծես նա սիրավեպն օգտագործել էր կարիերայում առաջ գնալու համար։ Անահիտը վիրավորվեց, մտածեց աշխատանքից դուրս գալու մասին։ Բայց Լիլիթը կանգնեցրեց նրան։ Դու չես հանձնվելու ուրիշի նախանձի պատճառով։ Դու 2 տարի այստեղ աշխատում ես, միշտ անթերի ես եղել։ Արմանը նույնպես գործեց։ Ընդհանուր ժողով հրավիրեց, բոլորի համար անսպասելի, հարաբերությունները հրապարակային դարձրեց։ Ես Անահիտը միասին ենք։ Եվ դա չի փոխում նրա պրոֆեսիոնալիզմը, որը միշտ օրինակելի է եղել։ Եթե ինչ-որ մեկը դրա հետ խնդիր ունի, կարող է ուղիղ ինձ հետ խոսել։ Դա անհարմար էր, բայց անհրաժեշտ։ Եվ կամաց-կամաց ամեն ինչ հանդարտվեց։ Անահիտն ու Արմանը սովորեցին առանձնացնել աշխատանքն անձնական կյանքից։ Սահմաններ դրեցին, առօրյաներ ստեղծեցին։ Եվ սերը աճեց մարտահրավերների միջով։ Հարաբերությունների սկզբից 3 ամիս անց Արմանը նրան տարավ Դիլիջան, հանգստյան օրերն անցկացնելու։ Դա կախարդական էր։ Նրանք զբոսնեցին քարե փողոցներով, ընթրեցին մոմերի լույսի ներքո, ժամերով խոսեցին հյուրանոցի պատշգամբում, լսելով լճի ձայնը։ Եվ հենց այնտեղ էր, որ Արմանն առաջին անգամ ասաց. Ես քեզ սիրում եմ, Անահիտ։ Իսկապես։ Չեմ կարող պատկերացնել կյանքս առանց քեզ։ Անահիտն արցունքներ զգաց աչքերում։ Ես էլ եմ քեզ սիրում։ Եվ այս անգամ հեռվից չէ։ Այս անգամ մոտիկից է, իրական է։ Նրանք համբուրվեցին աստղերի տակ, Անահիտը հասկացավ, որ ճիշտ ընտրություն է կատարել։ Արմանը կատարյալ չէր։ Ուներ թերություններ, վախեր, անվստահություններ։ Բայց նա ներկա էր։ Նա փորձում էր։ Եվ ամենակարևորը, նա իրեն տեսնում էր։ Իսկապես տեսնում էր։ Երան վերադառնալով, կյանքը շարունակվեց իր վերելքներով ու վայրեջքներով։ Եղան վեճեր, հաշտություններ, արցունքներ ու ծիծաղ։ Բայց ամեն ինչ իրական էր։ Ամեն ինչ ճշմարիտ էր։ Եվ Անահիտն այլս երբեք իրեն անտեսանելի չզգաց։
Որովհետև նա վերջապես հասկացավ. ոչ թե ուրիշները պետք է իրեն տեսնեին, այլ ինքն իրեն։ Եվ հիմա, երբ ինքն իրեն տեսնում էր, հիմա, երբ ինքն իրեն գնահատում էր, ամբողջ աշխարհն այլ էր թվում։ Ավելի գունեղ, ավելի կենդանի։ Եվ Արմանի կողքին, Լիլիթի աջակցությամբ Սոնայի ընկերությամբ, Անահիտը կառուցում էր այն կյանքը, որին միշտ արժանի է եղել։ 6 ամիս էր անցել Արմանի սենյակում տեղի ունեցած այն զրույցից։ 6 ամիս, բացահայտումների, աճի, իսկական սիրո։ Անահիտն ու Արմանն այլս նույնը չէին։ Նա վստահություն էր ձեռք բերել, սովորել էր սահմաններ դնել, պահանջել այն, ինչին արժանի էր։ Նա դարձել էր ավելի բաց, ավելի խոցելի, ավելի ներկա։ Միասին նրանք կազմում էին մի բան, որը ոչ մեկը չէր պատկերացնում հնարավոր։ Հոկտեմբերի մի անձրոտ 5 էր, երբ ամեն ինչ նորից փոխվեց։ Երանը սուզվել էր գարնանը բնորոշ փոթորկի մեջ։ Անահիտը գրասենյակից շուտ էր դուրս եկել, որովհետև Արմանը չեղարկել էր օրվա երկրորդ կեսի բոլոր հանդիպումները, ասելով, որ պետք է անձնական մի բան լուծի։ Նա զարմացավ, բայց չհարցաքննեց։ Վերջին ամիսներին սովորել էր վստահել։ Տուն հասավ անակնկալի եկավ Արմանի նամակից։ Հարմարավետ մի բան հագիր արի տանիքի բնակարան։ Մի անակնկալ ունեմ։ Անահիտը ժպտաց։ Արմանը սիրում էր անակնկալներ։ Արդեն տարել էր նրան անսպասելի ընթրիքների, ջազ համերգի, ծաղկաձոր, հանգստյան օրերն անցկացնելու։ Հագուստը փոխեց, հագավ ջինսե տաբատ թեթ վերնաշապիկ, վերցրեց բաճկոնը դուրս եկավ։ Արմանի բնակարանը գտնվում էր կենտրոնի ժամանակակից շենքերից մեկում։ Երբ Անահիտը հասավ, դուռը կիսաբաց գտավ։ Մտավ տեսավ հյուրասենյակում սփռված մոմեր։ Հարյուրավոր մոմեր, որոնք ստեղծում էին փափուկ ռոմանտիկ լույս։ Եվ կենտրոնում Արմանը, որը պահում էր սպիտակ շուշանների փունջ, նրա սիրելի ծաղիկները։ Այս ամենն ինչ է, հարցրեց Անահիտը, ձայնը խեղդված հուզմունքից։ Արմանը քայլեց դեպի նա, տվեց ծաղիկները։ Անահիտ, վերջին 6 ամիսներին դու փոխել ես իմ կյանքը։ Դու ինձ սովորեցրիր զգալ, սիրել, ավելի լավ մարդ լինել։ Եվ ես այսօր արթնացա մի բացարձակ համոզմունքով։ Չեմ ուզում ոչ մի օր անցկացնել առանց քեզ իմ կողքին։ Նա ծնկի իջավ։ Անահիտի սիրտը սկսեց արագ բաբախել։ Արցունքները սկսեցին հոսել, նախքան նա կասեր բառերը։ Անահիտ Սարգսյան, կամուսնանաս ինձ հետ։ Թավշե տուփը բացվեց, բացահայտելով պարզ էլեգանտ ադամանդե մատանի։ Անահիտը հազիվ էր շնչում։ Այո։ Այո, համաձայն եմ։ Արմանը մատանին դրեց նրա մատին, ոտքի կանգնեց, համբուրեց նրան։ Մի համբույր, լի խոստումներով, սիրով, ապագայով։ Նրանք երկար գրկախառնված մնացին, լսելով դրսի անձրը, զգալով այն համոզմունքը, որ գտնվում են հենց այնտեղ, որտեղ պետք է լինեն։ Հաջորդ օրերը խելահեղ էին։ Լիլիթն այնքան բարձր ճչաց, երբ իմացավ նորությունը, որ գրասենյակի կեսը եկավ տեսնելու, թե ինչ է պատահել։ Սոնան ուրախությունից լաց եղավ, արդեն սկսեց պլանավորել հարսանեկան խնջույքը։ Տիկին Անուշը ջերմորեն գրկեց Անահիտին, ասաց, որ ձեռք է բերում այն դստերը, որին միշտ ցանկացել է։ Անահիտն ու Արմանը որոշեցին համեստ հարսանիք անել։ Ուզում էին ինչ-որ յուրահատուկ բան, բայց առանց չափազանցությունների։ Նշանակեցին դեկտեմբերի մի շաբաթ օր Երանի մերձակայքում գտնվող բնության գրկում մի սրահում։ Արարողությունը պետք է լիներ բացօթյա, լճի տեսարանով, շրջապատված ծառերով ու ծաղիկներով։ Նախապատրաստությունները լարված, բայց հաճելի էին։ Անահիտն ընտրեց պարզ էլեգանտ զգեստ, նուրբ ժանյակով, կարճ քողով։ Սոնան պնդեց, որ ինքը լինի հարսնաքույրը, իսկ Լիլիթը պատասխանատու էր ծաղիկներով աղջիկների այն ելույթի համար, որը խոստացավ լինել հուզիչ մինույն ժամանակ զվարճալի։ Մեծ օրը եկավ։ Անահիտն արթնացավ մոր տանը, որը լոռուց հատուկ եկել էր հարսանիքի համար։ Տիկին Մարիամը զգուշությամբ հարդարեց դստեր մազերը, մի քանի սպիտակ ծաղիկներ ամրացնելով գանգուրների մեջ։ Դու գեղեցիկ ես, աղջիկս։ Տատիկդ այնքան կհպարտանար։ Անահիտը գրկեց մորը, անսահման երախտագիտություն զգալով։ Ամեն ինչի համար։ Կյանքի, սիրո, մինչ այստեղ հասնելու համար։ Լիլիթն ու Սոնան եկան, օգնելու վերջին նախապատրաստություններին։ 3 ընկերուհիները ծիծաղեցին, լաց եղան, լուսանկարվեցին։ Դա կատարյալ պահ էր։
Երբ ժամանակը եկավ, Անահիտը մոր ձեռքը բռնած քայլեց դեպի արարողության վայր։ Երաժշտությունը սկսեց հնչել, Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը» ի գործիքային տարբերակը։ Հյուրերը ոտքի կանգնեցին։ Եվ հետո Անահիտը տեսավ Արմանին։ Նա կանգնած էր խորանի մոտ, մուգ կապույտ կոստյումով, աչքերը հառած իրեն։ Եվ նրա դեմքով արցունքներ էին հոսում։ Արմանը, այն մարդը, ով միշտ այնքան զուսպ էր, բացահայտ լաց էր լինում։ Անահիտը ժպտաց սեփական արցունքների միջով քայլեց դեպի նա։ Արարողությունը հուզիչ էր։ Քահանան խոսեց սիրո հանդիպումների, այն մասին, թե ինչպես երբեմն ճիշտ մարդիկ մեր կողքին են, մենք պարզապես պետք է բացենք աչքերը տեսնելու համար։ Արմանն ու Անահիտը փոխանակվեցին իրենց գրած երդումներով։ Արմանն առաջինն էր։ Անահիտ, ես կյանքիս տարիներն անցկացրել եմ դատարկ բաների հետից ընկնելով, հավատալով, որ հաջողությունն ամեն ինչ է։ Դու ինձ սովորեցրիր, որ իսկական հաջողությունը մեկին ունենալն է, ով քեզ իսկապես սիրում է, ով քեզ ճանաչում է լավ ու վատ օրերին, ով ընտրում է մնալ։ Ես խոստանում եմ քեզ ընտրել ամեն օր։ Խոստանում եմ քեզ տեսնել, լսել, գնահատել։ Խոստանում եմ լինել այն տղամարդը, որին դու արժանի ես։ Սիրում եմ քեզ այսօր, վաղը միշտ։ Անահիտը սրբեց արցունքները, նախքան խոսելը։ Արման, ես 2 տարի քեզ հեռվից եմ սիրել, հավատալով, որ բավարար չեմ։ Դու ինձ սովորեցրիր, որ ես միշտ էլ բավարար եմ եղել, որ միշտ արժանի եմ եղել տեսանելի լինելու։ Խոստանում եմ շարունակել լինել այն կինը, որն իրեն գնահատում է, հարգում, որը քեզ մարտահրավեր է նետում ավելի լավը լինելու։ Խոստանում եմ սիրել քեզ ոչ թե որովհետ կարիք ունեմ, այլ որովհետ ընտրում եմ։ Եվ ես կընտրեմ քեզ ամեն օր։ Սիրում եմ քեզ այն ամբողջ ուշքնությամբ, որը կա իմ մեջ։ Երբ քահանան նրանց հայտարարեց ամուսիններ, համբույրը ողջունվեց բոլորի ծափահարություններով։ Դա երկար, ուժգին, իմաստով լի համբույր էր։ Եվ երբ նրանք բաժանվեցին, Արմանը շշնջաց նրա ականջին. Շնորհակալ եմ, որ ինձ սիրել սովորեցրիր։ Խնջույքը հենց այնպիսին էր, ինչպիսին նրանք ուզում էին։ Համեստ, ուրախ, սիրով լի։ Լիլիթը մի ելույթ ունեցավ, որը ծիծաղ արցունքներ առաջացրեց։ Պատմեց, թե ինչպես է ծանոթացել Անահիտի հետ, նրա կերպարանափոխության, այն օրվա մասին, երբ ստեղծեցին ծանոթությունների հավելվածի էջը։ Եվ դա լավագույն բանն էր, որ պատահեց, որովհետև ստիպեց Անահիտին տեսնել ինքն իրեն։ Եվ երբ նա իրեն տեսավ, ամբողջ աշխարհը նրան տեսավ նա։ Ներառյալ դու, Արման։ Լավ նայիր իմ ընկերուհուն։ Նա յուրահատուկ է։ Սոնան նույնպես ելույթ ունեցավ, պատմելով Արմանի մանկության անհարմար պատմություններ, ստիպելով բոլորին ծիծաղել։ Եվ վերջում լրջացավ։ Եղբայրս ամբողջ կյանքում հավատացել է, որ սերը թուլություն է։ Անահիտ, դու ապացուցեցիր, որ սերն ուժ է։ Շնորհակալ։ Ես խոսեց խեղդված ձայնով։ Արման, դու այնքան նման ես հորդ։ Նա նույնպես ուշ հասկացավ, թե ինչն է կարոր։ Բայց նա սովորեց։ Եվ դու ավելի շուտ սովորեցիր։ Անահիտ, բարի գալուստ ընտանիք։ Դու արդեն դրա մի մասն էիր նույնիսկ մինչ հարսանիքը։ Գիշերը շարունակվեց պարով, ծիծաղով, գրկախառնություններով։ Անահիտն ու Արմանը բացեցին պարահրապարակը վալսով, հետո բոլորը միացան։ Դա կախարդական էր։ Երբ խնջույքն ավարտվեց, երկուսը գնացին Երանի շքեղ հյուրանոցներից մեկը, որտեղ պետք է անցկացնեին գիշերը, նախքան Մեղրամսի մեկնելը։ Մեղրամիսը խնամքով էր պլանավորվել։ Արմանը հիշել էր մի զրույց, որը նրանք ունեցել էին ամիսներ առաջ, որտեղ Անահիտը խոստովանել էր, որ երազում է աշխարհը տեսնել։ Նա կազմակերպել էր երթուղի 9 երկրներով։ Կսկսեին Փարիզից, Սիրո քաղաքից։ Հետո Սանտորինի, իր սպիտակ տնակներով ու կապույտ ծովով։ Կշարունակեին Տոկիո, Բարսելոնա, Հռոմ, Լոնդոն, Դուբայ, Նյու Յորք, կավարտեին Բուենոս Այրեսում։ Փարիզը շլացուցիչ էր։ Նրանք զբոսնեցին սալիկապատ փողոցներով, այցելեցին Էյֆելյան աշտարակ, ընթրեցին հմայիչ բիստրոներում։ Անահիտը հարյուրավոր լուսանկարներ արեց, ոչ թե հուշարձանների, այլ իրենց։ Ժպիտների, համբույրների, պարզ պահերի։ Սանտորինիում նրանք դիտեցին ամենագեղեցիկ մայրամուտը, որ երբե տեսել էին։ Արմանը գրկեց նրան հետից ասաց. Այստեղ եմ ուզում լինել հավերժ։ Քեզ հետ։ Տոկիոն արկած էր։
Փորձեցին տարօրինակ ուտեստներ, մոլորվեցին նրբանցքներում, ծիծաղեցին ամեն ինչի վրա։ Բարսելոնայում այցելեցին Սագրադա Ֆամիլիա, լուռ մնացին, հիանալով կառույցի վեհությամբ։ Հռոմում մետաղադրամներ նետեցին տրիի շատրվանի մեջ, խնդրելով, որ սերը հավերժ տի։ Լոնդոնն էլեգանտ էր, Դուբայը շքեղ, Նյու Յորքը աշխույժ։ Բայց այն, ինչն իսկապես կարևոր էր, վայրերը չէին։ Այն էր, որ նրանք միասին էին։ Յուրաքանչյուր կիսված սուրճը, յուրաքանչյուր ծիծաղը, յուրաքանչյուր զրույցը մինչ ուշ գիշեր։ Բուենոս Այրեսը վերջին կանգառն էր։ Նրանք ընթրեցին Պուերտո Մադերոյում, զբոսնեցին Սան Տելմոյում, դիտեցին տանգոյի շոու։ Եվ վերջին գիշերը, նստած մի սրճարանում, Արմանը բռնեց Անահիտի ձեռքը։ Սա իմ կյանքի լավագույն ճանապարհորդությունն էր։ Ոչ թե վայրերի համար, այլ որովհետև բացահայտեցի, որ տունը վայր չէ։ Մարդ է։ Դու իմ տունն ես, Անահիտ։ Նա ժպտաց, սեղմելով նրա ձեռքը։ Իսկ դու, իմը։ Վերադարձան երան, թարմացած։ Կյանքը սպասում էր նրանց, իր առօրյայով, իր մարտահրավերներով։ Բայց հիմա նրանք թիմ էին։ Արմանը որոշեց Անահիտին նշանակել նախագծերի ղեկավար, վերջապես ճանաչելով նրա կարողությունները, որոնք միշտ ակնհայտ էին։ Նա համաձայնեց, բայց պայմաններ դրեց։ Ոչ թե որովհետև մենք ամուսնացած ենք, այլ որովհետև ես արժանի եմ։ Եվ իսկապես արժանի էր։ Անահիտը ծաղկեց նոր պաշտոնում։ Նրա գաղափարները լսվում էին, նրա նախագծերն իրականացվում։ Նա այլս անտեսանելի օգնականը չէր։ Նա հարգված մասնագետ էր, մի կին, որը պնդում էր իր կարծիքը, որը հարգանք էր պահանջում։ Տանը կյանքն այլ էր, քան Անահիտը պատկերացնում էր։ Արմանը կատարյալ ամուսին չէր, բայց ներկա ամուսին էր։ Նա հանգստյան օրերին ուտելիք էր պատրաստում, նույնիսկ եթե թավաներն էր այրում։ Հավաքում էր անկողինը, նույնիսկ եթե միշտ մի ծայրը ծուռ էր մնում։ Եվ ամենակարևորը, խոսում էր։ Ամեն ինչի մասին։ Օրվա, վախերի, երազանքների մասին։ Սոնան մշտական ներկայություն դարձավ նրանց կյանքում։ Կիրակնօրյա ընթրիքներ, կինոթատրոն գնալ, անվերջ զրույցներ ամեն ինչի ոչնչի մասին։ Լիլիթը նույնպես միշտ մոտ էր, այժմ հանդիպում էր մի ինժեների հետ, ում հետ ծանոթացել էր ծանոթությունների հավելվածում, հեգնորեն նույն այն հավելվածում, որն օգտագործել էր Անահիտը։ Հարսանիքից 1 տարի անց, մի սովորական երեքշաբթի գիշեր, Անահիտն ու Արմանը պառկած էին անկողնում, նա գլուխը դրած նրա կրծքին։ Փոշմանո՞ւմ ես, հարցրեց նա։ Որ այդքան ուշ տեսար ինձ։ Արմանը մի քանի վայրկյան լուռ մնաց։ Փոշմանում եմ, որ 2 տարի կորցրի։ Բայց չեմ փոշմանում ճանապարհի համար, որովհետև այն մեզ այստեղ բերեց։ Դու պետք է նախ գտնեիր ինքդ քեզ։ Պետք է իմանայիր, որ արժանի ես սիրվելու։ Իսկ ես պետք է սովորեի իսկապես սիրել։ Գուցե ժամանակը կատարյալ էր, նույնիսկ եթե այն ժամանակ սխալ էր թվում։ Անահիտը ժպտաց։ Ծերության հետ փիլիսոփայում ես։ Նա ծիծաղեց։ Քո կյանքումս լինելու արդյունքն է։ Դու ինձ ստիպում ես մտածել, հարցեր տալ, աճել։ Նրանք հարմարավետ լռության մեջ մնացին, լսելով միայն դրսի քաղաքի աղմուկը։ Եվ Անահիտը մտածեց այն ամենի մասին, ինչ ապրել էր։ Անտեսանելիության ցավը, կերպարանափոխվելու խիզախությունը, տեսանելի լինելու խառնաշփոթը, ինքն իրեն ընտրելու որոշումը։ Յուրաքանչյուր քայլն անհրաժեշտ էր եղել։ Յուրաքանչյուր արցունքը, յուրաքանչյուր ժպիտը, յուրաքանչյուր կասկածի պահը։ Նա այլս 2 տարի առաջվա Անահիտը չէր։ Այդ կինը մահացել էր այն օրը, երբ նա որոշեց նայել հայելու մեջ իսկապես տեսնել ինքն իրեն։ Այժմվա Անահիտն ավելի ուժեղ էր, ավելի վստահ, ավելի ամբողջական։ Եվ Արմանի կողքին, որը նույնպես փոխվել էր, որը սովորել էր սիրել առանց վախի, նա կառուցում էր մի կյանք, որն արժեր ապրել։ Նրանց սերը կատարյալ չէր։ Ուներ թերություններ, վեճեր, դժվար օրեր։ Բայց իրական էր։ Ճշմարիտ էր։ Կառուցված էր հարգանքի, հիացմունքի գիտակցված ընտրության ամուր հիմքերի վրա։ Եվ վերջում հենց դա էր կարևորը։ Ոչ թե հեքիաթը, այլ 2 մարդկանց գեղեցիկ անկատար իրականությունը, որոնք ընտրում էին միասին լինել ամեն օր։ Անահիտը փակեց աչքերը, զգալով Արմանի սրտի բաբախյունը իր սրտի ռիթմով։ Եվ հասկացավ, որ տանն է։ Ոչ թե բնակարանում, ոչ թե երանում, այլ այն տղամարդու գրկում, որը վերջապես իրեն տեսնում էր։
Եվ ամենակարորը սեփական գրկում, որովհետև նա սովորել էր ամենակարոր դասը։ Ոչ թե ուրիշները պետք է մեզ տեսնեն, այլ մենք ինքներս։ Եվ երբ մենք մեզ տեսնում ենք, երբ մեզ գնահատում ենք, երբ մեզ սիրում ենք, ամբողջ աշխարհը փոխվում է։ Եվ սերը գալիս է ոչ թե դատարկությունը լցնելու, այլ ավելացնելու, բազմապատկելու, կյանքն էլ ավելի արժեքավոր դարձնելու համար։ Եվ այսպես, մի սովորական երեքշաբթի գիշերվա պարզության մեջ, Անահիտն ու Արմանը շարունակում էին գրել իրենց պատմությունը։ Մի պատմություն, որը սկսվեց անտեսանելիությունից, անցավ կերպարանափոխության միջով, դիմակայեց երկընտրանքների ամրապնդվեց իսկական սիրով։ Մի պատմություն, որն ապացուցում է, որ երբեք ուշ չէ տեսանելի լինելու, ինքդ քեզ տեսնելու, սիրելու, սիրվելու համար։ Մի պատմություն, որն ապացուցում է, որ բոլորն արժանի են երկրորդ շանսի, կամ գուցե առաջին իսկական շանսի, եւ որ երջանիկ ավարտը ոչ թե նպատակակետ է, այլ մնալու, պայքարելու, սիրելու ամենօրյա ընտրություն։ Միշտ սիրելու։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Արմանի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք այս կերպարանափոխության իսկական սիրո ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզառատ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, ցույց տալով, որ երբեք ուշ չէ ինքդ քեզ տեսնելու, տեսանելի լինելու այն սերը գտնելու համար, որին իսկապես արժանի ենք։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կխառնի ձեր հույզերը։